Վերջին 2 օրերին հանրապետությունում կարգտահարությունից ու հորդառատ անձրևներից վնասվել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի ու Լոռու մարզերի ցանքատարածություններն ու այգիները։ Կարգտահարության վնասներն առայժմ հստակեցված չեն։ Մարզերում ձևավորված հանձնաժողովներն առաջիկա օրերին պարզելով վնասի չափերը դրանք կներկայացնեն կառավարություն։ Կարգտահարությունից ամենից շատ տուժել է Արմավիրի մարզը։ Արմավիրի մարզպետարանից Ազատություն ռադիոկայանին տեղեկացրեցին, որ կարկուտից վնասվել են մարզի 23 համայնքների այգիներ ու բանջարաբոստանային կուլտուրաներ։ Այս համայնքները պաշտպանված են հակակարգտային կայաններով, մինչդեռ դրանք իրենց նպատակին չեն ծառայել կարկուտի ուժգնության պատճառով։ Սյունիքում տուժել է 1 համայնք, Կոտայքում կարկուտը վնասել է կորիզավոր պտուղներին։ Լոռիում կարկուտը հողին է հավասարեցրել 4 համայնքի ցանքատարածություններ, կոտրել ծառերը։ Մեզ կարտոֆիլը դեռ մի քիչ հույս կա սրան, որ մի 30% էլի բերք կտա կարտոֆիլը։ Եթե նորից չգա իհարկե։ Իսկ մնացողը ծառերից ընդհանրապես հույս չունենք ոչի բանի։ Լոռիբերդ գյուղի բնակիչ Սահակ Ավետյանի Գարիի արտից այս տարի բերք չի լինի։ Սահակը գյուղատնտեսական վարկ էր վերցրել, ավելի քան $300 ծախս արել ցանքի համար ու երեկվանից մնացել ձեռնունայն։ Ինչքան գարի եք ցանել։ 200 կիլո։ Այն օգնության գարին էր։ Օգնության գարին էր։ Հիմա սա դուրս չի գալ։ Չէ, դուրս գա, ջարդելա, պրոցեսել, ինչ է դուրս գա։ Բայց ամեն դեպքում այդ գարի պետք է վերադարձնեք, չէ՞ պետությանը։ Ինչ պետք է անենք, պետությունը ինչ որ։ Գարին էլ որդի փողը դի վերադարձ։ Փողը եմ տա։ Երբ 2 ամիս առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Լոռի էր այցելել, Ջրաշեն գյուղում կեսկատակ կես լուրջ հայտարարել էր, թե այս տարի կարկուտ չի լինի։ Լոռիբերդում ասում են, թե կանխագուշակությունների փոխարեն գյուղնախարարությունը թող զբաղվի հակակարգտային կայանների տեղադրմամբ։ Հայացից ենք վերցրել, գյուղապետի հենց հայացից, իմ հայացից։ Արդեն հալված, բայց մի հատի։ Սա մի սուտկա արդեն անցել է։ Մի սուտկա անցել է, բայց դեռ էս չափի պաշտպանում են։ Պատկերացրեք ինչ չափ է եկել։ Գյուղնախարարն ասում էր կարկուտ չի գալու։ Գյուղնախարարը կասել են այն ժամանակ, երբ հակակարկուտային կետերը դրացել էր, նա ինչ գիտի, նա ու Աստված չի։ Կառավարության հակակարգտային կայանների տեղադրման ծրագրով Լոռիում կայաններ էին տեղադրվելու դեռևս 2 տարի առաջ 2009 թվականին։ Լոռու մարզպետարանի բնապահպանության ու գյուղատնտեսության վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Օհանյանն ասում է, թե մինչ այժմ միայն մի գյուղում, այն էլ գյուղացիների միջոցներով է կայան տեղադրվել։ Թե ինչու մինչ այժմ կայաններ չեն տեղադրվել, ոչ ոք լոռեցիներին հստակ պատասխան չի տալիս, ու քանի դեռ կառավարությունը միայն խոստումներ է տալիս, գյուղացիական տնտեսություններն ամեն կարգտահարությունից հետո հայտնվում են անելանելի վիճակում ու տարբեր գույք վաճառելով վճարում բանկերից վերցրած վարկերի տոկոսադրույքները։ Կառավարությունը վերջին 3 տարիներին աղետներից վնաս կրած տնտեսություններին օժանդակություն չի ցուցաբերում։